Տեսեք, իրենք բառապաշարը չեն ընտրել, իրենք այդ բառապաշարով ապրում են եւ այն մարդիկ, ովքեր Փաշինյանից ճանաչել են միջև Դե ասել էր, չէ, տանը խոսում էինք 18 թվական այդ բառապաշարով են խոսում, տան պատերից նույնիսկ երևում է մոտարապես տան բառապաշարը ինչպիսին է եղել եւ սա ելի մասը ոչ մեղադրելի, ոչ գովալի, իրենք այդպիսին են եղել, ես այլի այդ Էլջանոնի օրինակը արդեն բերեցի, որ մարդիկ ուղղակի այն ակունքներն են վերադասել, մի քիչ այլ օրինակով բացատրեմ, Շիրլիցի կինոներ 17 վայրկյանները գարնան ակնթարթները եւ այնտեղ երկար ժամանակ ռազմավարքում աշխատած կինը ռուս, որը գերմանացի էր ձևանում, ծննդաբերության ժամանակ շոկի ժամանակ սկսում է ռուսերեն խոսալ։ Այսինքն իրենք հիմա տանում են բավականին մեծ շոկ նյարդային, որտեղ անելանելի վիճակի մեջ են, ռեյտինգը չի աճում, նախկիններ ռուսներ, թալան, մալան, ոչ մի բան չի աշխատում եւ չգիտեն կոնկրետ ինչ անեն ու դեմները էլ եմ ասում, կանգնած է մի մարդ, որը իրենց համար առնվազն թիվ 1, այսպես ասենք, ախոյանն է, թշնամին է,